Ողջույն, այսօր փորձել ենք Visual Studio Code-ը գցենք մեր Visual Studio Code-ը բացենք, մեր folder-ը գցենք դրան եւ այնտեղ կատարենք Python-ի հետ կապված որոշակի աշխատանքներ։ Ես գտնում եմ իմ desktop-ում, ուրեմն ոնց բացենք Visual Studio Code։ Նախապես ես այն install եմ արել, ուրեմն ու Python-ը նույնպես այնտեղ install արված է։ Գալիս եմ իմ search որոնման համակարգ։ Search որոնման համակարգից գնում եմ Visual Studio Code, սեղմեմ դրա վրա։ Եվ ահա մտնում եմ արդեն Visual Studio Code միջավայր։ Տեսեք, նախապես նաև ես իմ համակարգչի վրա ստեղծել եմ folder, step AI անունով folder ստեղծելու համար աջ կլիկ եք անում էկրանի վրա այստեղից new ու new-ի առաջին մասը վերում է folder, այսինքն այդպես կարող folder ստեղծեք։ Հիմա ես իմ ստեղծած folder-ը ուզում եմ գցեմ ծրագրից, ինչ եմ անում, գնում եմ այս ձախ մասում file dash, file dash-ից հետո ստեղծում եմ open folder, այստեղ ընտրում եմ desktop-ը, desktop-ից այս ներքևի ցանկից ընտրում եմ այն folder-ը, որը որ ուզում եմ գցել։ Ու իմ դեպքում ես ուզում եմ գցել step AI-ը, ճիշտ է։ Այսա Սեղմեմ folder-ից վրա, տալիս եմ select folder եւ իմ folder-ը գծվեց այստեղ։ Իմ folder-ում տեսեք, այս բան ինչ-որ ֆայլեր կան, ձեր մոտ պետք է ինքը որ դատարկ լինի։ Այս էլ ֆայլն է։ Հիմա տեսեք, ես ֆայլս բացել եմ ու ուզում եմ ստեղծել սրա մեջ Python-ի համար հատուկ ֆայլ։ Տեսեք, step AI-ի վրա պահում, ստեղծում եմ այս առաջին նշանի վրա, տեսեք, մի ֆայլ է ասում։ Ու ստեղծում եմ մի ֆայլը։ Ֆայլի անուն տալիս եմ main.get քանի որ Python ֆայլը py-ով է վերջանալու, get py։ Եվ այսպես արդեն իմ ֆայլը պատրաստվել է, եկեք միասին փորձենք, այսպես պետք է ձեզ մոտ լինի։ Եկեք միասին փորձենք այստեղ, ուրեմն ստեղծենք, գրենք մեր առաջին ծրագիրը։ Առաջին ծրագիրը դա հետևյալն է, եկեք գրենք ամեն հասարակը print։ Եկա չակերտները բացեմ, մեջը գրենք hello world։ Այսպես, քանի որ սա ձեզ մոտ նոր է, հնարավոր է այս x-ի փոխարեն ձեզ մոտ լինի սպիտակ կոճակ։ Այսինքն դա նշանակում է, որ դուք ձեր ֆայլում աշխատանք եք կատարել, բայց դա save չեք արել, որպեսզի այդ սպիտակ կոճակը վերանա, այսինքն ձեր աշխատանքը save լինի, պետք է ստեղնաշարի սեղմեք Ctrl+S։ Ctrl+S-ը սեղմելով դա վերանալու է։ Հիմա տեսեք, այսքանը գրեցինք, ենթադրենք կամ սրա փոխան կարելի մեկ այլ ծրագիր, ոնց աշխատացնեմ սա։ Գնում եմ terminal, այս վերևի մասում է, տեսեք terminal-ը։ Սեղմեմ terminal, այստեղ ընտրում եմ new terminal։ New terminal-ը ներքևում բացվում է։ Ու հիմա տեսեք, այն հրամանը, որը որ աշխատացնում եմ, գրում ես Python, հետո գրում ես ֆայլի տանուն, որը որ ուզում ես աշխատացնես main.get py-ն այն ֆայլը, ու սեղմում եմ enter։ Ահա, այստեղ տվեց վրիպում։ Ինչ խնդրի մասին է խոսքը, ասում է, որ ինքը իմ ֆայլը չի կարողանում գտնել։ Ինչու է այդ խնդիրը առաջան, որտեղ իմ ֆայլը step AI folder-ի make այլ բանակի մեջ է գտնվում։ Դրա համար եկեք սա Ctrl անեմ ու Ctrl+C, այսինքն copy անեմ սա։ Դրա համար իմ ֆայլը պետք է այստեղ չգտնվի։ Սա ամենատարածված խնդիրներից է, որ շատ ժամանակ վրում է։ Այս խնդիրը շատ է բերում, որ քո folder ֆայլը չի կարողանում կարդալ։ Դրա համար իմ ֆայլը պետք է լինի հենց իմ folder-ի մեջ։ Ինչ եմ անում ես։ Աջ կլիկ եմ անում այս main-ի վրա, այստեղ տալիս եմ delete, համաձայն որտեղ ինքը սխալ տեղ է, սա փակում եմ, հիմա step AI-ի վրա գալիս եմ, չէ, տեսեք, էլի նույնն է բերում։ Սեղմում step AI, հիմա սեղմում, չէ։ Սեղմում step AI, հիմա ստեղծում եմ ֆայլը վրա, հիմա նոր կարողանում ստեղծեմ, այսինքն այս ֆայլը, որ հիմա ես ստեղծելու եմ, էլի անում դնում եմ main.get py, ինքը ստեղծում է հենց իմ բուն folder-ի մեջ, step AI folder-ի մեջ։ Այստեղ բերում եմ ծրագիրը դնում եմ, հիմա իմ ծրագիրը պետքա save անեմ, save անելու համար ստեղծում եմ Ctrl+S, եթե ձեզ մոտ պետք է, իմ մոտ պետք չի, ես ուղղակի դա ասում եմ, որտեղ շատ եթե նոր եք քաշում, իմ настройкայում ես փոխել եմ իրեն, որ ավտոմատ save արվի, բայց ամեն բան որ փոխում եք, պետք է նախապես պահպանել։ Տեսեք, իմ մոտ դա չկա, ձեզ մոտ այս x-ի փոխարեն կարող լինի սպիտակ կոճակ, Ctrl+S անում եք, որ այդ սպիտակ կոճակը վերանա։ Գալիս եմ terminal, terminal-ում գրածս մակրոմ եմ, այնց պետք չէ, դա clear հրամանի միջոցով է մակրոմ։ Եթե ձեր մոտ terminal-ը չկա, տեսեք, այս x-ով կարող փակեք։ Գալիս եք այստեղ terminal ու new terminal-ով բացում եք։ Հիմա տեսեք, այստեղ գրում եմ հրամանը։ Հրամանը դա Python բացած main.get py-ն է։ Ու սեղմում եմ enter։ Տեսեք, այստեղ արտացեց hello world-ը, այն արտահայտությունը, որը որ ես ուզում եի։ Կարծում եմ այսքանը պարզ է, թե ինչպես կարելի է Visual Code-ը գցել մեր ծրագրին եւ ինչպես իրեն հետ աշխատել։ Հիմա տեսեք, ես գտնվում եմ Global Python-ում, բայց շատ ժամանակ, երբ մենք աշխատում ենք պրոյեկտների ժամանակ, Global Python-ում մի քանի package ենք install անում, այդ package-ները մեկը մյուսի նկատմամբ կարող են ինչ-որ խնդիրներ բերեն, ու այդ խնդիրները առաջանում են հենց Global Python-ում։ Ինչ կարելի է անել։ Դրա համար իրականում ցանկալի է դուք ստեղծեք virtual environment-ը հենց ենթադրում է հետեւյալը Global Python-ի Excel-ի copy, այսինքն virtual միջավայր, որտեղ աշխատանքը կատարելու ենք մենք։ Ահա։ Հիմա եք միջավ այդ ամեն ինչը անել, եկեք մի հատ բաներ փորձեմ ձեզ բացատրել, օրինակ այստեղ Visual Code-ում ոնց կարելի է package install անել։ Ինչ որ բան install անելու համար գրում ես terminal-ում pip, հեսա կասեմ pip-ը ոնց է բացվում, install,
ու գրում ես այն package-ի անունը, այսինքն այն մոդուլը, որը որ դու ուզում ես install անել, ենթադրենք lang chain-ը ուզում install անեմ, այսպես ու ստեղծում ես enter։ Ինքը ստեղ ինչ-որ ինֆորմացիա բերում ու գնաց, տեսեք install անելու process-ն է գնում։ Այստեղ տեսեք գրում է որ successful installed langchain 1.0 ու այստեղ ինքը ինչ-որ ինֆորմացիա տես, ասում է որ գիտես ինչ կարաս այս 25.1.1 վերսիան փոխանցես 25.3 վերսիայով ու այդ ամեն չանելու համար պետք է այսքան տողը copy անես ու run անես։ Ես այդպես էլ կանեմ, բայց ոչ հիմա, որովհետև ուշադրություն դարձրեք, ես install արեցի langchain package-ը իմ global Python-ում, որը որ ես չեմ ուզում անել։ Եկեք դες նաև ասեմ, թե pip-ը ոնց է բացվում։ Pip-ը իրենց ենթադրում է հետևյալը Python installer package։ Այս է pip-ը, Python installer package։ Հիմա այս ամեն չելի մակրոյում ինձ պետք չի clear եմ անում ու ասեմ ամեն, քանի որ langchain-ը install եմ արել global-ում, ես ուզում եմ իրան uninstall անեմ, դրա համար գրում եմ pip uninstall ու իմ package-անը, որը ուզում եմ uninstall անել, langchain։ Այսինքն ինքը ինձ հիմա հարցնում է այո թե ոչ դու ուզում ես այս, ես մեծատարը նշանակում այո ես ուզում եմ uninstall անել, n-ը նշանակում է չեմ ուզում։ Ես ստեղծում եմ yes ու տեսեք successful uninstall եղավ։ Հիմա ես langchain էլ չունեմ։ Սա թե ինչպես ենք install անում կամ uninstall անում visual code-ում։ Լավ։ Հիմա եկեք միասին փորձենք ստեղծել մեր virtual environment-ը։ Virtual environment ստեղծելու համար էլի terminal դաշտում գրում ենք python -m -m vim Եվ տալիս ենք այն ֆոլդերի անուն, որտեղ որ պետք է այդ անհրաժեշտ նյութերը, անհրաժեշտ ֆայլերը ինքը գցի։ Այդ ֆոլդերի անուն նույնպես դրվում է էլի կրկին vim, այսպես։ Ստեղծում եմ enter։ Ուշադրություն դարձրեք, ստեղ ստեղծեց vim-ը։ Միանգամից։ Հիմա սպասում ենք, որ ինքը այդ բանը ստեղծի, virtual environment-ը։ Մի փոքր ժամանակ է ինքը տանում, ու արդյունքում ստեղծել է մեր virtual environment-ը, որից հետո արդեն կփորձենք միասին ակտիվացնել մեր virtual environment-ը։ Տեսեք, արդեն ստեղծվեց վերջացավ։ Հիմա տեսեք, այս vim-ի վրա բացում եմ, տեսեք, vim-ում կամ ֆոլդերներ, scripts-ն եմ բացում, scripts-ում կամ եւս այլ ֆոլդերներ։ Սրանք բոլորը իրանցից ինչ որ իմաստի ընդհանրող ֆոլդերներ են։ Հիմա ես պետք է իմ այս ստեղծածը, այսինքն իմ այս virtual vim-ը, որ ստեղծել եմ, պետք է ակտիվացնեմ։ Դա ոնց եմ ակտիվացնում, տեսեք, ակտիվացնելու համար գրում եմ vim-ի scripts-ի activator։ Դրա համար գրում եմ vim/scripts Սա վերջում scripts, տեսեք, վերջում էսու է վերջանում, այլ backslash ու activate եմ, չէ ուզում եմ։ Activate, ու սեղմում եմ enter։ Տեսեք, արդեն virtual environment-ը ակտիվացավ։ Եթե ակտիվացել է, տեսեք, այստեղ վերում է այսպես vim, այս սա է։ Եթե այս մասը կա ձեր արդեն տերմինալում, ուրեմն նշանակում է, որ ինքը ակտիվացել է։ Եկեք այս ամենը մաքրեմ, clear անեմ, ինձ սա պետք չի։ Այս լեվն է փակեմ։ Հիմա տեսեք, այս իմ Python գրած կոդը ես կամ այստեղ աշխատացնեմ։ Աշխատացնելու համար էլի նույն ձև գրում եմ Python main get py։ Եվ hello world-ը արտադրեց, այսինքն իմ Python գրած կոդը ես այստեղ աշխատացրեցի։ Ինքը նորմալ ոնց որ Visual Code-ում աշխատում, նույն ձևեր այս virtual միջավայրում աշխատում։ Այսպես virtual բանը ակտիվացնում ենք։ Հիմա տեսեք, այս virtual environment-ը ակտիվացեմ, ես այստեղ ուզում եմ langchain install անեմ։ Դա ոնց եմ անում։ Նորից այստեղ գրում եմ pip install langchain։ Այն հիմա այս այն միջավայրն է, որտեղ ես ուզում եմ, որ իմ langchain-ը install լինի։ Այստեղ ինչ որ պատանվածում, սա եկեք փակեմ։ Եվ հասեց գնաց install process-ը։ Սպասենք, թող ինքը հաջողությամբ install անի ու անցնենք առաջ։ Էլի սպասենք։ Դրանից հետո այս install անելուց հետո մենք փորձենք դուրս գալ այստեղից։ Ու կտպենք մի հատ իա վերսիան, թե որ վերսիան է install արել ու կփորձենք այդ վերսիան տպել նաև global Python ու փորձել virtual environment-ի եւ global environment-ի միջի տարբերությունը հասկանալ։ Տեսեք, ոնց որ թե ամեն ինչ նորմալ գնացել է, ուզում եմ այստեղ successful-ը կարդալ, ձեզ ասել, որ ամեն ինչ նորմալ գնացել է։ Լավ։ Ես հիմա գտնում եմ էլի virtual environment-ում, տեսեք vim-ը գրված այստեղ։ Ինքնից ասում եմ, գիտես ինչ կարաս այս ամենը սանո փոխես, այ հենց այդպես էլ անեմ։
Այս մասը copy եմ անում, բերում այստեղ տեղադրեմ։ Սա էլ աշխատացնեմ։ Եի 24.0 փոխարինում 25.3-ով։ Successful, այստեղ 24.0 ոնց որ գնաց։ Սպասենք թող լինի, տեսեք successful ամեն ինչ եղավ։ Շատ լավ։ Հիմա եկեք տեսեք, որ հասկանանք, որ LangChain-ը եղել է, որտեղ LangChain-ը ստացիա մենք դեռ չենք օգտագործել, նոր պետք է օգտագործենք։ Եկեք ես այս hello world-ը որ տպել եմ, սա փոխային տպեմ LangChain-ի վերսիան։ Դրա համար նախ եւ առաջ import եմ անում LangChain-ը։ Կարծեմ թե այսպես էր, գիտեք LangChain-ը։ Այստեղ ուզում եմ տպեմ LangChain-ի վերսիան, գիտեք version, այսինքն եկեք ուզում եք սա փորձեմ փակել, եթե չէ, պետք է բացեմ։ Չեմ հիշում ինչպես է LangChain-ը ինձ բան անում։ Ներառում, բայց լավ է, եկեք sense աշխատացնեմ։ Այս մատ մակրոն secret python main get py ճիշտ է, տեսեք տվեց իր վերսիա 1.0.8։ Այսի իմ վերսիանը, որը LangChain-ի այստեղ կա։ Հիմա տեսեք, ես գտնվում եմ virtual environment-ում։ Հիմա virtual environment-ից փորձենք դուրս գալ։ Virtual environment-ից դուրս գալու համար գրում ենք ինչ deactivate, այսպես virtual environment-ից դուրս եկա, տեսեք, բեմը չկա այստեղ։ Հիմա ես արդեն գտնվում եմ global python-ում։ Այս global python-ում եկեք նույնիսկ մի գործողություն փորձեմ իրականացնել, այսինքն գրեմ main python բացատ main get py։ Այստեղ խնդիրը ասում է LangChain անուն չկա, ինչի չկա LangChain, որովհետև LangChain-ը գլոբալով install չի եղել, այսինքն այդ ինստալացիան, որ տեղի ունեցել, դա տեղի ունեցել virtual environment-ում։ Ինքը գլոբալի հետ կապ չունի, այսինքն այդ virtual environment-ը բացվել, այնտեղ այդ ամեն ինստալացիան տեղի ունեցել։ Իսկ դա այն է, ինչ որ ես ուզում եի։ Դա ուշադրություն ուզում եմ ձեր սերվերին, որ ակտիվացնելուց հետո էլ կարող app ակտիվացնես, այսինքն virtual environment-ից դուրս գաս deactivate միջոցով։ Կարծում եմ այսքանը բարձր եւ հասկանալ։ Հիմա փորձեմ մեկ այլ բան էլ ձեզ ասել։ Պատկերացրեք այսպեսի իրավիճակ, դուք գրել եք ձեր պրոյեկտը կամ պրոյեկտները ու այդ պրոյեկտին ուզում եք փոխանցել մեկ այլ մարդու, ձեր ընկերոջը, որ իր մոտ աշխատացնի։ Հիմա իր մոտ աշխատացնելու համար դուք ձեր պրոյեկտը գրելու համար օգտագործել եք լիքը package-ներ։ Դուք պետք է այդ package-ների ցանկը նաև տաք ձեր ընկերոջը, որպեսզի ինքը կարողանա դրանք install անի ու դրանց հետ աշխատանքը իրականացնի։ Դա ոնց կարելի է անել։ Փորձել հատիկ որոշ package-ները գտնել, հասկանալ, որոնք են այդ մի տարի հետո արդեն ձեր պրոյեկտից անցել, դուք շատ բաներ չեք հիշելու դրա հետ կապված, դա մի քիչ իրատեսական չի։ Python-ը այս բան հնարավորություն տալիս է, ուրեմն դա ինչ կարելի է անել, որպեսզի կարողանա տեսնել բոլոր այն package-ները, որոնք որ մենք install ենք արել։ Դրա համար գրում ենք այստեղ pip freeze։ Pip freeze-ը բերել է բոլոր այն package-ների այն մոդուլները, որոնք ես install եմ արել։ Հիմա ես գտնվում եմ global-ում, ուշադրություն դարձրեք, որոնք որ ես install եմ արել։ Տեսեք, սրանք բոլորը իմ global-ում install են, որը իրական շատ վատ է։ Ինչ որ ժամանակ ես virtual environment չեմ օգտագործել ու դրանով պայմանով այստեղ լիքը բաներ եմ install արել։ Հիմա եկեք գնամ իմ virtual environment, այստեղ նախ մակրոեմ, որ տերմինալս մաքուր լինի։ Virtual environment գնալու համար ուրեմն գրում ենք vim /scripts /activate։ Ես գտնում եմ իմ virtual environment-ում։ Հիմա տեսեք, virtual environment-ում ես նույնիսկ ուզում եմ աշխատացնել, տեսնել թե ինչ package-ներ ընդհանրապես ես այստեղ ունեմ։ Դրա համար գրում եմ pip freeze։ Սա փակյա։ Ինքը տալիս է բոլոր այն բաները, տեսեք, այստեղ բավականին ավելի քիչ է ցանկը, ու այսքանը գիտեք խի եկավ, այսքանը իրականում եկել է, այսքան որ մոդուլներ տեսնենք, LangChain install անել, եթե դուք նոր եք անում LangChain-ի միջև install անելը, դուք այս freeze-ը փորձեք, ձեզ մոտ դատարկություն է բերելու։ Այս LangChain-ը որ քաշեցի ես, install արեցի ձեզ հետ, տեսեք, այսքան հետը բանա, package-ներ ա բերել, որոնք պետք է LangChain-ի աշխատանք իրականացնելու համար։ Հիմա տեսեք, սրա հետ մեկտեղ կար լիքը այլ մոդուլներ են, բայց նորից եմ ասում, այստեղի մոդուլների քանակը, սրանց քանակը ավելի քիչ է, քան global իմ Python-ի եղած մոդուլների քանակը։
Հիմա այս phrase-ի միջոցով ես կարողանում եմ կարդալ սրանք։ Բացի այն, որ ես սրանք կարող եմ կարդալ, ես սրանք կարող եմ նաև գրեմ մեկ այլ folder-ի մեջ, ու այդ իմ package-ների ցանկը տրամադրեմ իմ պրոյեկտի հետ, իմ ընկերոջը կամ իմ պրոյեկտի հետ պահպանեմ, որ հետագայում եթե պետք է, ես կարող եմ իր հետ գործ անեմ, որտեղ ես հիմա Windows-ում եմ, բայց կամ Linux միջավայրում, Linux միջավայրը Windows-ի միջև կա փոքրիկ տարբերություն, դրանք պետքա բոլորը հաշվի առնեն։ Այսինքն, ըստ էության շատ ժամանակ մեզ պետք է գալու մեր ունեցած բոլոր մեր package-ների մասին ինֆորմացիա, ինչ package-ներ ունենք, որքան ունենք ու ոնց դրանք install անենք։ Հիմա այդ ամենը փորձեմ իմ package-ները, ես գտնում եմ ուշադրություն դարձրեք virtual environment-ում։ Փորձեմ ես մի հատ ֆայլի մեջ պահպանեմ։ Դա ոնց եմ անում։ Գրում եմ pip freeze մեծա ու գրում եմ այն ֆայլի անունը, որտեղ ուզում եմ ես իրանք դրանց բան։ Ֆայլի անունը դնենք requirement sense ու ֆայլը get.txt-ով վերջում text ֆայլը, այսպես։ Սա իմ ֆայլի անունը մեծայով, այսինքն sense կարելի հասկանալ, որ ինքը վերցնում է pip freeze-ը, այսինքն բոլոր այդ մոդուլների ցանկը ու դրանք գցում է requirements text-ի մեջ։ Sense սեղմում եմ ստեղ enter, ամեն ինչ եղավ։ Այստեղ ուշադրություն դարձրեք, ստեղծվեց requirements երկու իով եմ գրել, լավ ոչինչ։ Requirements txt folder-ն է ստեղծել։ Ու սա բացում եմ, այստեղ իմ բոլոր virtual environment-ի համար անհրաժեշտ բոլոր մոդուլներն են, որոնք որ կան։ Սա այսպես։ Հիմա տեսեք, այսքանը արեցի, վերջացրեցի, տվել եմ ընկերոջս։ Հիմա ինքս պետք է վերցնի սրանք հատիկ-հատիկ install անի իրեն մոտ, չէ, կամ ինչ որ մեկը ով իմ պրոյեկտի հետ գործամ։ Որպես ինքը հատիկ-հատիկ դրանք install չանի, կարա ինքը գրի այսպես pip գծիկ, չէ, pip install այսպես գծիկ r այս նշանակում է կարդալ, read, էլի բառից է եկել։ Ու ինչն է կարդալու։ Իմ ֆայլի անունը ինչ է, requirements, պետք է ուշադրին, որ երկու իով գրեմ։ Requirements, вообще սխալում եմ, requirements պետք է գրեի, requirements get txt։ Ու այսպես ինքը install անելու այդ ամեն ինչը։ Ես դա իմ մոտ install արված է, բայց ինչևէ։ Տեսեք, այսպես արդեն որպես ես հատիկ չանեմ, այս հրամանի միջոցով կարողանում եմ այդ ամբողջը install անել։ Այստեղ գալիս եմ, եկեք սա clear տամ։ Եվ նույնիսկ ես գտնվում եմ իմ ուրեմն virtual environment-ում։ Եկեք իմ պրոյեկտը մի հատ աշխատացնեմ, ուրեմն աշխատացնի համար գրում եմ Python main get py։ Տվեց վերսիան։ Շատ լավ։ Հիմա եկեք մի հատ փորձենք այդ այսպեսի մի բան անել։ Եկեք ես սա մաքրեմ, ինձ սա պետք չի։ Այստեղ ուզում եմ մի հատ ինչ-որ տեքստ տպեմ, ենթադրենք print, էլի hello տպենք, հա։ Հիմա սա աշխատացնեմ, տպեց hello։ Բայց իրական լավ պրակտիկա չի, որ ֆայլի մեջ ամեն ինչ այսպես տպում ես, ցանկալի է մի հատ ֆունկցիա ստեղծես։ Այդ ֆունկցիան ստեղծում ենք dev main ու այդ ֆունկցիայի մեջ այդ ամբողջ պրոյեկտը իրականացնես այսպես, հա։ Բայց հիմա եթե սա աշխատացնեմ, նույնց եմ ասում, եթե դուք նոր եք այստեղ, չմոռանաք save անելու մասին։ Եթե հիմա սա նույնց աշխատացնեմ, ոչինչ չի տպելու, որտեղ ես ֆունկցիան հայտարարել եմ, մեջը գրեմ, բայց ֆունկցիան չեմ կանչել։ Ֆունկցիան կանչելու համար այստեղ գրում ենք main, այսպես։ Հիմա նորմալ աշխատեց, ճիշտ է։ Անտիր, հիմա եկեք մի հատ էլ ֆայլ ստեղծեմ, step-ը մի հատ էլ ֆայլ ստեղծեմ։ Անուն դնենք էլի main, եկեք գրեմ sense main, բայց գրեմ main1 get py։ Այսի ուրիշ ֆայլ է։ Հիմա եկեք ստեղ import անեմ իմ main-ը։ Տեսեք, import եմ անում main-ը։ Ես main ֆայլը ունեմ, main-ի բանը main1-ում import եմ։ Ու main1-ը եկեք աշխատացնեմ։ Սպեց hello, main1-ը նույնիսկ այստեղ աշխատեց։ Հիմա տեսեք, ես այստեղ գրել եմ ծրագիր ու այստեղ main1-ում երբ import եմ անում ընդհանրապես main-ը, այդ ամեն ինչը ստեղ աշխատում, բայց շատ ժամանակ կներեք, այնքան է լավ մոտեցում չի, որտեղ ես չգիտեմ այս իմ գրածն է աշխատել, թե ուրիշ ֆայլից ուրիշ տեղում գրվածս բերել է այստեղ, սա կարա շփոթմունք բերի։ Սենց կարճ օրինակի վրա այդ շփոթմունքը լավ չէ, բայց պետք է հստակեցում լինի, հա, այսինքն այս որ տպեց hello-ն, այս hello-ն իմ main1-ից հա տպել, դստեղ parz է որ main1-ից չի տպել, գնացել main-ից հա կարծել, բայց main1-ում ես կարամ ինչ-որտեղ գրած ունենամ, չէ, ինչ-որ տեքստ, սցենար պատկերացնենք։ Հիմա տեսեք main, բայց ինքը main-ից է կարդացել։ Հիմա այս ամեն ինչը ոնց կարելի է հաղթել, այսինքն ոնց կարամ ես ավելի սահմանափակում տամ իրան, ասեմ, գիտես ինչ, որ դու main1-ում ես գտնվում ու այս կարդում ես, քեզ թույլ չեմ տվել, էլի ոնց որ դու main-ից import ես եղել հերիք չի, մի հատ main-ում բանը տպում ես։ Դրա համար կարամ առաջարկենք հետևյալը, այստեղ գրենք if տակի գծիկ name, տակի գծիկը հավասար է
տակի գծիկ main, տակի գծիկին։ Ապա այս դեպքում նոր սա աշխատացրա։ Հիմա տեսեք, ես գտնվում եմ main file-ում, ճիշտ է, եկեք աշխատացնեմ սկզբից main-ը։ Տեսեք Python main.py նորմալ աշխատում է, ոչ մի խնդիր չկա, սա լրիվ նորմալ է։ Հիմա գնում եմ main1 file, ու գնալ պետք է կամ ստե main-ում էր մնամ, բայց main1-ը գտնեմ, ու հիմա ուզում եմ main1-ը աշխատացնեմ։ Ոչինչ չտպեց։ Այն սրա առավելությունը կայանում է դրանում, որ դու եթե գտնում ես այստեղ, ուրեմն ինքը դա է տպնում։ Միջև այս մի հատ ուզում եմ ձեզ համար տպեմ, այստեղ հենց տպեմ print անեմ տակի գծիկ name-ը, այսինքն տեսեք թե սա ինչա տպում։ Main1-ից main-ից եմ աշխատացնում, տեսեք ինքը տպում է main-ը, այսինքն չասեմ, ինքը տպում է main-ը։ Մասը եկեք մի հատ մակրեմ, գնամ main1, main1-ից սա փորձեմ էլ աշխատացնել, տեսեք main1, տպեց main, main-ը այն folder-ն է, որը որ ես ներառել եմ իմ պրոյեկտի մեջ, դրանը պայմանած ինքը տպեց main-ը։ Կարծես թե այսքան է այսօրվա համար, կարծում եմ բարձր եւ հասկանալի, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Հաջորդիվ կփորձենք հենց LangChain-ը կիրառել մեր պրոյեկտում։ Լավ մնացեք, կհանդիպենք։